Ծանր արտաքին ու ներքին քաղաքական իրադարձությունների ֆոնին մենք գտնում ենք իհարկե մեր լուսավոր կետերը, նվազեցնում ենք աղմուկը եւ փորձում ենք լինել առավելագույնս անաչառ, անկողմնակալ ու ազնիվ մեր լսարանի հետ։ Այս ամենը հանուն Հայաստանի Հանրապետության։ Բացառապես եւ միմիայն հանուն համայն հայության, որքան էլ ոմանց համար դժվար լինի ընկալել ու հասկանալ, որ Հայաստանում կարող է անկախության սկզբունքով ստեղծվել առաջին բազմալեզու միջազգային լրատվական գործակալությունը, որքան էլ տարբեր խոսող գլուխներ օր ու գիշեր թիկունքում քչփչան իրենց սովորության համաձայն բամբասեն հույս ունենալով, որ մի կեղտ կորսան մեր վրա, քանի որ իրենց կյանքի միակ նպատակն իրենց տեղերում նստած ոչինչ չանելն ու այլոց քննադատելն է։ Մենք այդ ընթացքում աշխատում ենք, արարում ենք, ստեղծում ենք Հայաստանի բացառիկ մեդիա գործիքը մեր այս պահին թուլացած երկիրը համաշխարհային տեղեկատվական քարտեզի վրա տեղավորելու համար։ Դժգոհ եք տիկնայք եւ պարոնայք։ Փորձեիք ինքներդ, քանի որ մինչ դուք դատարկամիտ կասկածներ տարածելով էիք զբաղված, մենք աշխատում էինք բառացիորեն 24-ժամյա ռեժիմով։ Եվ միայն ժամանակն է ապացուցելու, թե որքան ազնիվ ենք մենք մեր հայրենակիցների նկատմամբ։ Այդ մենաշնորհը ձեզ ապացուցելու թողնենք ժամանակին։ Իսկ վերը պատմելն է, բացատրել է մեր սկզբունքներին անդավաճան մնալը, ազգային ու պետական արժեքները լույսի պես պահպանելն ու պաշտպանելը։ Գոնե այնքան, որքան մեզ թույլ կտա մեր կարողությունները, գիտելիքները, հավատն ու հավատամքը։ Իդեպ, դուք եւս կարող եք դառնալ համահայկական այս նախագծի մի մասը։ Ամեն լուման, որ կփոխանցեք Reopen Media-ի շարունակականությունն ու կայունությունը ապահովելու համար կնպաստի Հայաստանի մեդիա անվտանգությանը։ Մեր աջակիցների անունները դուք վերջին տարի-տարիուկեսվա ընթացքում անդադար տեսել եք իմ YouTube-յան ալիքի էկրաններին։ Այս անգամ եւս բացառություն չէ։ Եվ ինչպես միշտ անսահման երախտապարտ եմ բոլոր այն հայերին, որոնք հավատացել են նախագծին, ներդրումներ են ունեցել գործակալության ստեղծման գործում եւ հավատացել են, որ հաջողելու ենք։ Ինչևէ, այս անգամ այդ անունները, ինչպես նշեցի, տեսնում եք ձեր էկրաններին եւս մեկ անգամ ձեր հավատը դարձավ մեր ուժը։ Մեկնարկենք հանուն Հայաստանի Հանրապետության։